Միջազգային հյուրընկալության դպրոց զբոսաշրջային քաղաքում անցած տարվա սեպտեմբերին այս կրթօջախը Դիլիջանում իր դռները բացեց Green Rock հիմնադրամի եւ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի հեղինակավոր համանման կրթական հաստատության փոխգործակցությամբ։ Մեզանում իր տեսակի մեջ նոր այս նախագիծը միտված է հյուրընկալության եւ խոհարարական կրթության ոլորտում հիմնելու մի հարթակ, որտեղ կհամադրվեն լավագույն եվրոպական փորձը, գործնական ուսուցման առաջավոր մեթոդները եւ հայկական մշակութային առանձնահատկությունները։ Մենք այստեղ մեծ պոտենցիալ ենք տեսնում։ Դիլիջանը որպես զբոսաշրջային քաղաք պետք է ունենա միջազգային չափանիշներին համապատասխանող մասնագետներ, որոնք կօգնեն քաղաքին զարգանալ։ Իսկ այս ոլորտում 27 տարի գործող իտալական դպրոցի մեր գործընկերներն ունեն ուսուցման մեծ փորձ։ Ֆլորենցիան եւս հայտնի զբոսաշրջային քաղաք է եւ Դիլիջանի հետ շատ ընդհանրություններ կան։ Ուսուցման 2 տարում սովորողները գիտելիք եւ գործնական հմտություններ են ձեռք բերում, ակադեմիականի 2 հյուրընկալության կառավարում եւ սննդի եւ գինու ուսումնասիրություն ծրագրերով։ Ուսումնական գործընթացին մասնակցում են իտալացի եւ հայ մասնագետները։ Դպրոցը նաեւ տարբեր մասնագիտական ծրագրեր ունի, վարպետության դասեր է անցկացնում ցանկացողների համար, իսկ սովորողները իրենց համար բացահայտում են հյուրընկալության եւ խոհարարական արվեստի նոր, մինչեւ այդ անծանոթ շերտերը։ Արարատի մարզից Սյուզին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո որոշել է ուսումը շարունակել հենց այստեղ։ Ամենաշատն է համապատասխանում ինձ, իմ բնավորության գծերին, իմ հետաքրքրություններին։ Հյուրընկալության ոլորտը իրականում ամենաջերմ ոլորտներից է, թույլ է տալիս բացահայտել ինքդ քեզ, քո հնարավորությունները։ Վստահ Հայաստանը ամենահյուրընկալ երկիրն է աշխարհում։ Այն կարող ենք թիրախավորել հենց այդպես միջազգային հարթակում եւ ներկայացնել մեր երկիրը։ Սա իմ ամենամեծ նպատակներից է ու հեռանկարներից է։ Դիլիջանի Շահենին այս դպրոց է բերել հյուրընկալության ոլորտում մրցունակ մասնագետ դառնալու ձգտումը։ Ունեմ հյուրընկալության ոլորտում առնվազն 3 տարվա փորձ եւ ունեմ միջին մասնագիտական կրթություն։ Ավարտել եմ Դիլիջանի քոլեջում որպես խոհարար, բայց կյանքի փորձով ես ընտրեցի հյուրընկալության ոլորտը, որովհետեւ ավելի հոգեհարազատ է ինձ տվյալ մասնագիտությունը, փորձում եմ իմ հմտությունները ավելի զարգացնեմ։ Կատյա Բրեդիխինան Հայաստան է տեղափոխվել 2014-ին, ասում է միջազգային այս դպրոցում զգալի է նաև հայկական ավանդական հյուրընկալության եւ ազգային խոհանոցի յուրահատուկ համն ու հոտը, եւ այդ մասին պատմելով չէ որ գիտի։ Հայերը շատ հյուրընկալ են, ես միշտ ասում եմ, որ դա հայերի գեներում է, արյան մեջ։ Երևի ավելի հյուրընկալ ազգի ես չեմ հանդիպել։ Մեզ մնում է միայն այդ հյուրընկալությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։ Դրան են ուղղված մի շարք նախագծեր, որոնց մի մասն արդեն իրագործման ճանապարհին է, այդ թվում դպրոցի նոր շենքի շինարարությունը։ Վստահ են, որ դպրոցը կդառնա հյուրընկալության նոր չափանիշ սահմանող միջազգային առաջատար կրթական կենտրոն, խթանելով զբոսաշրջության զարգացումը մեր երկրում։ Իրինա Մկրտչյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, Լուրեր։